Բարև Ֆակտոր TV հյուրը Հանրապետություն կուսակցության նախագահ եւ այդ կուսակցության վարչապետի տեխնացու Արամ Սարգսյանն է, ողջույն պարոն Սարգսյան։ Աստուծո Ընտրարշավը տեսնում ենք թեժանում է, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի տեսանյութ էր միացրել ուղիղ եթերում, որտեղ դիմակավորված զինված անձինք սպառնում էին Նիկոլ Փաշինյանին, այսպես ջրել, հա, ենթադրաբար սպառնալիք էր եւ զենքն էլ կարծես թե իրոք զենքեր կամ ենթադրաբար չեմ ուզում վերջնական պնդում անել, Փաշինյանն ասաց գտնելու ենք այդ անձանց եւ պատասխանատվության ենթարկել կոշտ բառապաշարը չցիտեմ նախ ձեր կարծիքով ինչու հիմա ում էր ձեռնտու այս տեսանյութը, չգիտեմ, ինչի համար էր, սրանից սկսենք մեր զրույցը, հա։ Ասեմ, որ հանրապետության քաղաքական մթնոլորտը ու լարվածությունը գնում է ատելության դաշտ եւ որ ատելության նման սերմանումը ու նման սերմերը կարող են ցիլեր տալ, բացառելու չի բացարձակ, որովհետեւ գործադրման նկատի ունեք, զենքի գործադրման, թե դա ուժային, այո, զենքի գործադրման, ահաբեկչության, որովհետեւ եթե զուգահեռը տանենք 99 թվականի հոկտեմբերի 27-ի հետ, ապա այդ ժամանակներում այս չափի ու այս կարգի թշնամանք ու լարվածություն չկար, ընդհակառակ ընտրություններից հետո որոշակի միջավայրի մեջ էր, որ մարդիկ արդեն որոշակի հույս էին տեսնում, լցված էին լավատեսությամբ, բայց Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության Ռուսաստանից փոխվելու, ինքնիշխան ապրելու, Վազգենի գորի հետ հանդիպելու ու այդտեղից հետ վերադառնալու, կոռուպցիայի դեմ պայքարելու, այս համատեքստում Սփյուռքի համաժողովը, որ բազմաթիվ հայերի բերեց այստեղ ու Վազգենը կոչ արեց, որ ոչ թե օգտություն տան Հայաստանին, այլ ներդրումներ անեն, այն երկրներին, մասնավորապես նկատի ունեմ Ռուսաստանին, որը տեսա, որ այդ պարագայում եթե լուրջ ներդրումներ եկան Սփյուռքից, Արևմուտքից, ու Հայաստանի տնտեսությունը սկսեց զարգանալ, Հայաստանը օր-օրի կփոխվի Ռուսաստանից ու իմ կարծիքով սրա հետևանքներ, որ տեղի ունեցավ հոկտեմբերի 27։ Հիմա ինչ համատեքստ կա կնեք, ես հնչեցնեմ արդեն իսկ նկատելի էր, որ կասկածի տակ են դնում, որ բեմադրված տեսանյութ է, որ խփողը նախորոք այսպես չի հայտարարի, նաև ակնարկներ կային, որ միտումնավոր է արված, որ արցախցի հայաստանցի հետ բաժանումը խորացնեն, կամ մյուս կողմից էլ եթե նայենք եթե դա իհարկե Հայաստանում է նկարահանված, ոնց է պատահում, որ մարդկանց զենքին ձեռք է լինում, մի հատ մարդկանց ձեռքին զենք է լինում, մի հատ էլ սպառնում են, այսինքն ուժային կառույցներն են այդ դեպքում ստացվում է վատ աշխատում, որն է ձեր մեկնաբանությունը։ Գիտեք ինչ, հոկտեմբերի 27-ից հետո էլ շատ-շատերը փորձում էին անգամ դեպքը տեղի ունենալուց հետո արդարացնել կատարողներին, ռոմանտիկներ անվանելով կամ ընդհանրապես այդ 5-ն են участковի գործ համարելով, բայց ես իրականում այդ տեսակետը չեմ կիսում եւ 100% համոզված եմ, չնայած եթեները ուղակի համոզմունքի դաշտից են, եթե հոկտեմբերի 27-ից առաջ ձերբակալվեին այդ եղբայրները, այդ նույն բանգրողները, նույն մարդիկ, նույն տեսակետները կհայտնեին։ Հիմա էլ իմ կարծիքով Հայաստանը թույլ բայց փոքր քայլերով շարժվում է դեպի իր անկախություն եւ կան քաղաքական ուժեր, ովքեր կախվել են Հայաստանի Հանրապետության անկախության ոտքերից, ուզում են թույլ չտալ դա, ուզում են Հայաստանին տանել ռուս-բելարուսական միություն, իսկ այդ ամեն ինչը անում են միմիայն իրենց եսը, իրենց էգոն, իրենց ակնկալիքները բավարարելու համար, ու մենք ամեն ինչ անելու ենք, որ դա թույլ չտանք։ Իսկ այս ընտրությունները ինչ կապ ունեն ընդհանրապես այդպիսի համատեքստի հետ, արդյոք նման հարց դրված է Հայաստանի անկախության, իհարկե ակնհայտ է, որ ռուսական կողմից այսպես բաց ակնարկներ կամ սպառնալիքներ կան տնտեսական հավանական բացական հետևանքներով, եթե Եմենին ինտեգրումը շարունակվի, կա այդպիսի հարց դրված, որ հիմա որոշվում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը, թե սա ընտրություն է, չգիտեմ, առողջապահության մասին կամ սոցիալական հարցերի մասին։ Իմ կարծիքով ակնհայտ է, ես համոզված եմ, որ ակնհայտ է, բացատրեմ թե ինչու։
որ Ռուսաստանի իշխանությունները ուզում են, որ Հայաստանում իշխանություն փոխվի, դրա բազմաթիվ օրինակները մենք տեսել ենք, այդ բացի Ռուսաստանի նախագահի առաջին դեմքի կողմից մնացած բոլորը Լավրովից սկսած Զախարևյաններով, ել չեմ խոսում քաղաքասարակության ու քաղաքական կուսակցությունների մակարդակով հայտարարել են, որ Հայաստանի իշխանություններին փոխելու հիմնական գործիքը իրենք օգտագործում էին Ադրբեջան ու սահմաններում պատերազմը, դա էլ ակնհայտ էր եւ ամբողջ խնդիրը նրանում էր, որ իրենք ուզում էին ռուս-թուրք-ադրբեջանական համատեղ համաձայնությամբ արված գործողության նոյեմբերի 9-ի 9-րդ կետը իրականություն դարձնել, ինչը Միացյալ Նահանգները թույլ չտվեց ու չստացվեց։ Եվ այս համատեքստում Ռուսաստանին Հայաստանում իր ազդեցությունը մեծացնելու, ասենք, Եվրոխորհրդի 8-րդ համաժողով այստեղ թույլ չտալու։ Ու այս կարգի բազմաթիվ այն փոքր քայլերը, որ Հայաստանը փորձում է ինքնուրույն անել կամ ՄԱԿ-ում ինքնուրույն քվեարկել, այս բաները թույլ չտալու համար իրենք մի տարբերակ ունեն։ Այլևս Ադրբեջանի ուժով ազդելու սահմաններում կրակելու տարբերակը չի աշխատում այն օրվանից, եւ եվրոդիտորդները մտան այստեղ, այլևս Ռուսաստանի այդ սպառնալիքներով Ադրբեջանը քայլեր չի անում 2025 թվականի օգոստոսի 8-ի նախաստորագրված փաստաթղթից հետո եւ այդ օրվանից հետո Փառք Աստծո մեր սահմաններում չի կրակվում եւ որևէ զինվոր հակառակորդի կրակոցից չի զոհվել, չի վիրավորվել, իրենց մնում է մի բան. 5-րդ Շարասյան ողջ պոտենցիալը օգտագործելով Հայաստանում հասնել իշխանափոխության։ Եվ դա միանշանակ այդ համատեքստում է։ Ու հիմա, երբ որ այդ համատեքստի հիմնական ուժերը տեսնում են, որ այն ցուցանիշները, ինչ իրենք պատկերացնում էին, որ այս ընտրություններում կարող են հավաքել, օր-օրի դառնում է ոչ իրատեսական, իսկ ոմանք կարող են անգամ 8%-ը դաշինքային չհաղթահարել, գնում են ծայրահեղ այդ մարդկանց թիմերի մարդիկ, չեմ ասում, որ վերևից հրահանգով, բայց թիմերի մարդիկ սեփական անզորությունից կարող են գնալ ծայրահեղ քայլերի, ինչն էլ կարող է սպասարկվել բոլոր ուղղություններով։ Տեսեք, փաստերից դուգման հարթակի բացահայտած գաղտնի փաստաթղթերը, եթե ծանոթ եք, ցույց են տալիս Ռուսաստանը հանրահայտ Կիրիենկոյի համակարգման, Պուտինի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյանից ակտիվ հիբրիդային արշավ է իրականացնում Հայաստանի դեմ, կեղծ լուրերի տարածում, կոռուպցիոն ենթադրյալ, այսպես ասենք, ոչ թե ենթադրյալ, այլ հորինված պատմություններ Փաշինյանի ֆրանսիական, այսպես ասենք, դղյակի մասին եւ ցուցադրում է, թե այդ կեղծիքը ոնց է գալիս հայաստանյան տարբեր մեդիաներ եւ ըստ էության վարկաբեկել իշխանությունների, ձախողել արևմտամետ կուրսը, ազդել ընտրությունների արդյունքների վրա եւ սա այսպես ակտիվացել է 14 ամիս առաջ դեռևս հայտնի է դառնում այս հետաքննությունից։ Ձեր կարծիքով ինչպիսի շանսեր ունի Ռուսաստանը հաջողելու հունիսի 7-ին այդ ձեր ասած իր ցանկալի իշխանությունը ստանալու համար։ Ասեմ, որ Ռուսաստանը իր մեդիա դաշտն օգտագործելով մեծ ազդեցություն չէր կարող ունենալ Հայաստանի ընտրությունների վրա, եթե Հայաստանում գործող 5-րդ շարասյունը չձայնակցեր դրան ու ինքը չտիրաժավորեր։ Այդ տիրաժավորման իմ կարծիքով երկու հարթություն կա։ Առաջի հարթությունը կիրառում է Ռոբերտ Քոչարյանը, որ եթե ես լինեի Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ կխոսեի եւ պատերազմ չէր լինի։ Ինչի մասին 3 թե այսօր էր խոսել, գալուց համացանցում տեսա, ինչ ակնհայտ սուտ է։ Գիտեք, ինձ հիշեցի մի պատմություն որսորդի մասին, որ ասում են, որսորդը ինչքան հեռանում է անտառից, այնքան անտառում իրեն հանդիպած արջը ավելի մեծ ու զարուրելի է թվում։ Հիմա Ռոբերտ Քոչյանը մտածում է, որ 2020 թվականի ժամանակ է անցել ու մարդիկ մոռացած կլինեն, ու ես հենց ընթացքում մեքենայի մեջ թերթեցի, տեսա, որ 2020 թվականին այդ օրերին ինքը Իզմիրյան կենտրոնից բազմաթիվ կորոնավիրուսի հենց ինքը անձամբ թղթեր է բերել, հավանաբար, որ իրեն չձերբակալեն, եւ երկրորդ 21-րդ դարում, ասենք, պարտադիր չի գնալ տեղ հասնել, որ հանդիպես ու ասես դրա համար կա թե հեռախոս, կա WhatsApp, կա նաև նամակներ գրելու էլեկտրոնային փոստին տարբերակ։ Վերջի վերջո Նիկոլ Փաշինյանը շատ վատներ ենթադրենք, ուզում էր պատերազմը շարունակեր, քեզ թե թույլ չէր տալի, որ գնաս դա անես, կարող է իր հրապարակավ հայտարարություն տարածել, չէ՞։
հայ ժողովուրդն էլ տեսնել։ Հենց հայ ժողովրդին ասել, որ Նիկոլ Փաշինյանը շատ վատն է, ես Վլադիմիր Պուտինի հետ կարող եմ լեզու գտնելու պատերազմը դադարեցնել, Նիկոլ Փաշինյանը այդ թույլ չի տալի, Վլադիմիր Պուտին թույլ չեն տալի, դիմում եմ քեզ, խնդրում եմ որպես քիմիայի գծով իրար հետ կապ ունեցող ընկեր այդ պատերազմը դադարեցրու։ Իրականում խնդիրը այլ հարթությունում է։ Ռոբերտ Քոչյանը պայքարում է 8%-ի համար եւ հասկացել է, որ այդ 8%-ն էլ չի հաղթահարում։ Ու անցել է այդ կարգի բաների, մտածելով, որ մարդիկ իրենց հիշողությունը կորցրել են։ Եվ Պուտինի հետ իր քիմիան էլ է ավարտվել, որովհետեւ Պուտինը հստակ ցույց տվեց, որ ինքը քիմիա ունի լրիվ ուրիշ մարդու հետ, Սամվել Կարապետյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Սամվել Կարապետյանին գրանցելու հորդորով հանդես եկավ, ինչն էլ պատասխանի բերեց Նիկոլ Փաշինյանին։ Երկրորդ հարթությունը, որով ռուսական թևի 5-րդ շարասյունը փորձում է աշխատել, դա այն է, որ 300,000 ադրբեջանցիներ գալու են Հայաստանում ապրել։ Այ ոնց հասկանանք, կնեք դա իրական վտանգ է, թե չգիտեմ, քաղ տեխնոլոգիա է, որովհետև մյուս կողմից էլ կասեն դե Փաշինյանն էլ ասում է, որ այս երեք ուժերը, որ կան իշխանության իրենց կոալիցիան, Կարապետյան, Քոչարյան, Ծառուկյան, պատերազմ է լինելու Ադրբեջանի հետ, այսինքն որոշ դեպքերում նմանեցնում են, որ իշխանությունը սպառնում է այս երեք ուժերի գալով եւ պատերազմով, նրանք էլ հակադարձ սպառնում են, որ եթե Փաշինյանը ընտրվի, Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ կլինի կամ ադրբեջանցիներ կգան, 300,000 չի, արդեն կես միլիոն է։ Տեսեք, մյուս թևը չի կարողանում չընդունել, որ օգոստոսի 8-ից ստորագրված փաստաթղթից հետո սահմաններում չի կրակվել։ Այս փաստ է, որի չընդունելը բոլորը կասեն սուտ եք ասում։ Հետևաբար իրենք ասում են, այս պատերազմն էլ չէր լինի, եթե մեզ թողած լինեին բանակցեի, կամ եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ։ Իրականում խնդիրը տանում են ավելի հին դաշտ։ Բայց մեր ժողովուրդը նախկին եղածը կշփորելու սովորություն այդքան էլ չունի, դրանով այդքան էլ հետաքրքրված չի։ Հետո այս ընթացքում այնքան են հողատու դավաճան լսել, որ դա մեղմ ասած արդեն միանգամից էջը թեքթում են ու անհետաքրքիր է դարձել, փորձում են հին փաստեր բերել, իբր որ նման բաներ է եղել, որ համոզեն։ Իսկ 300,000, 500,000-ի մասով դա նույնիսկ քաղ տեխնոլոգիա էլ չի, որովհետև թող ինձ ներեն նրանք, ովքեր Կիրիենկոյի հորինած տխմարությունը մեղմ ասած փորձում են տիրաժավորել, դա նույնիսկ այն ամենացածր լյումպեն մասայի վրա չի կարող ազդել, որովհետև սովորական օրինակ բերեմ։ Կարծում եք Կիրիենկոյի այդ գրասենյակի հորինածն է 300,000 ադրբեջանցու Հայաստանում։ Միանշանակ, որովհետև ամբողջ խնդիրը նրանում է, որ օգոստոսի 8-ի փաստաթղթի ստորագրումից հետո 300,000 ադրբեջանցիների հետ վերադարձի թեմայով նույնիսկ Ադրբեջանից որևէ խոսք չի եղել, որովհետև այդ խնդիրն է, որը կարող է բորբոքել հայ մարդուն վախի մեջ պահել, արդեն առանց պատերազմի վախի, որովհետև եթե ասեմ պատերազմ, կասեն դե տեսեք քայլեր են անում, պատերազմ չլինի, ձեր առաջարկածն ինչ է։ Վատ է, լավ է, քայլեր ենք անում, կանգնեցրել ենք, պատերազմ չկա այս պահին ու քայլեր ենք անում, որ չլինի։ Իրենք ասում են, այ այդ ձեր պատերազմ չլինելով, մենք ավելի շուտ ենք պարտվելու առանց արյունի, որովհետև գալու է 300,000 ադրբեջանցի։ Իսկ նրանք շատ արագ են բազմանում, երեխաներ շատ են ունենում։ Այս տրամաբանությունը Կիրիենկոյական դաշտում հորինված տրամաբանությունն է։ Իհարկե հայկական պասերով, որտեվ Կիրիենկոն ինքը չի այդ ամեն ինչը տեղից տեղյակ լինելով ստեղծագործում, չնայած հարցումներ եւ այլ իրենք բավականին լավ անում են, բայց այստեղ այդքան էլ էական չի։ Կիրիենկոն է հորինել, թե Կիրիենկոն չի հորինել, այս դաշտը օգտագործում է այդ մոտեցումը։ Լեռնային Ղարաբաղը, օրինակ Ստեփանակերտը բավականին հարմարավետ քաղաք է եւ Ստեփանակերտում հանգիստ կարող է ապրել, ասենք, մինչև 50-55,000 մարդ։ Հանգիստ ու բավականին լավ պայմաններում։ Էլ չեմ ասում, որ բազմաթիվ շրջկենտրոններ ու լավ գյուղեր կան։ Նկատի ունեք Ադրբեջանը դրանք վերաբնակեցնելու խնդիր ունի։ Այո, իհարկե էլի ապօրինի, որովհետև հայերի տանն է, այո, խլելու այդ մարդկանց տները։ լրիվ ճիշտ է։ Բայց արդյոք իրոք չկա վտանգ, պարոն Սարգսյան։ Իհարկե այդ վտանգ։ 300,000 ադրբեջան։ Տեսեք, հիմա եթե ասենք, ասվեր, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները
որոնք ապրել են Սումգայիթում ու Բաքվում, իրավունք ունեն հետ վերադառնալ ու Սումգայիթում ու Բաքվում գնան ապրելու։ Բայց պիտի ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, իրենց զավակները պիտի ծառայեն Ադրբեջանի բանակում, իրենք հարկեր պիտի մուծեն Ադրբեջանը այլ պայմանով հետ չի էլ ընդունելու որևէ մեկին։ Ենթադրենք Չի ասելու եկեք որ եւ մի ծառայեք եւ հարկ մի վճարեք եւ իմ քաղաքացի մի չի լինելու էլ։ Այսինքն եթե նույնիսկ Ադրբեջանն ասի որ ընդունում եմ, իհարկե չի ասի այնպես ինչպես Հայաստանը չի ասում, որ մենք պատրաստ ենք ընդունելու։ Եթե նույնիսկ ասի ընդունում եմ, եկեք ապրեք, հա, բայց այս կարգավիճակով դուք պիտի շփվեք մեր ոստիկանության, մեր դատախազության, մեր պետական կառույցների հետ, որևէ հայ հետ գնալու է, իհարկե ոչ։ Գիտեք, Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ վերադարձի մասը այս ամենատգեղ անմարդկային եւ անբարոյական քաղաքական տեխնոլոգիաներից է, որը կիրառվում է Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված Արցախի մեր քույրերի ու եղբայրների նկատմամբ։ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները կարող են Լեռնային Ղարաբաղ վերադառնալ մի պարագայում, եթե Հայաստանի Հանրապետությունը այնքան հզորանա, որ նոր պատերազմ անի, հաղթի ու հետ գրավի այդ տարածքները։ Այլ տարբերակի դեպքում այդ մարդիկ հետ վերադառնալու հնարավորություն չունեն։ Նման տարբերակն էլ այսօրվա պայմաններում միանշանակ բացառված է։ Մնացած միջազգային նորմերի եւ մարդու իրավունքների համատեքստում անգամ լիարժեք հնարավորություններ ձևավորելու պարագայում հայ մարդը այսօր իր աչքի տեսածից հետո որևէ խաղաղարարի չի վստահել։ Եթե չեմ սխալվում, բայց դուք խոսում եք ժողովրդի վերադարձի իրավունքի մասին, չէ՞, պարոն Սարգսյան։ Միանշանակ խոսում եմ իրավունքի։ Դա կներեք, որովհետեւ ձեզ էլ կարող են ասել, դե դուք էլ հիմա այսպես կեղծ հույսեր եք տալիս մարդկանց։ Չէ՞ որ Փաշինյանը ընդհանրապես փակում է այդ հարցը։ Ես ասում եմ, որ մարդկանց իդ վերադարձի իրավունքի մասով այս փուլում որևէ փաստաթուղթ ստորագրել պետք չի, որ իրանք այդ իրավունքը չունեն։ Դա բարձրաձայնել պետք չի, մաքսիմում Արցախի թեմայից խոսել պետք չի, ներառյալ հետ վերադարձի առումով, այդ թեմային պիտի անդրադառնալ այն ժամանակ, երբ Հայաստանը իր ունեցած տնտեսական, ռազմական եւ այլ հզորություններով, քաղաքական ունեցած համապատասխան ազդեցությամբ ու դիրքով, աշխարհակաղակական տարբեր իրավիճակներում Ադրբեջանի ունեցած որոշակի խնդիրների կամ խնդիրների պարագայում հնարավոր կլինի այդ հարցը նորից բարձրացնել։ Ես նաև այդ բանն ասելով օրինակ եմ բերել Իսրայելին, որը 2000 տարի պետականություն չունենալով եկավ ու 49 թվականին պետություն ունեց։ Իսկ Ադրբեջանը մեզ թույլ կտա ուժեղանանք լավ իմանալով, որ մեր այն մտքի ծայրով հայերի վերադարձի օրակարգ ունենք։ Բնականաբար Ադրբեջանը չի ուզենա եւ չի ցանկանա, որ մենք ուժեղանանք, բայց այստեղ հարցը ունի երկու պատասխան։ Առաջին, եթե մենք մտածում ենք, որ Ադրբեջանը թույլ չի տալու, ուրեմն եկեք չուժեղանանք, այդ տանում է այն նույն ռուսական դաշտը, որը ասում է ձեր տեղը միայն Եվրասիական միությունում է եւ ձեր տեղը միայն Հայաստան-Բելարուս միության կազմում է, դուք անկախություն, ինքնիշխանության իրավունք չունեք, ընդհանրապես հայերը ում են պետք, այդ ընկեր Լավրովի մոտեցումն է, ինչին ես կատեգորիկ դեմ եմ։ Երկրորդ, ես առաջարկում եմ հաղթել Ադրբեջանին, իսկապես առաջարկում ենք մեր կուսակցությունը հաղթել Ադրբեջանին առանց պատերազմի, առանց արյուն, ցիվիլ, աշխարհի համար ընկալելի տնտեսական մրցակցության պայմաններում, ինչը մենք համարում ենք լրիվ հնարավոր։ Մենք համարում ենք, որ մեր ունեցած բնական, մարդկային, գիտական, սփյուռքի, աշխարհակաղակական, ժողովրդավարական, վերջին տարիների Հայաստանի ուղղվածության այդ ռեսուրսները ամբողջացնելով, մենք կարող ենք հասնել Հայաստանի տնտեսության այնպիսի աճի, որ Հայաստանի բանակի եւ Ադրբեջանի բանակի ֆինանսավորման խզվածությունը կրճատվի։ Մենք համարում ենք, որ Հայաստանի ինքնիշխանության եւ խաղաղությունը հարատև դարձնելու հիմնական երաշխավորը ոչ թե փաստաթղթերն են, այլ Հայաստանի բանակի հզորացումը, եւ մենք համարում ենք, որ օգոստոսի 8-ի այս նախաստորագրված փաստաթուղթը որոշակի առումով հնարավորություն է տալի որոշակի ժամկետում խաղաղություն ունենալ, իսկ այդ խաղաղության ընթացքում մեզ մեկնված
տնտեսական աջակցության այդ ձեռքը ամուր բռնել է պետք ու բաց թողնել պետք չի, ավելին այդ առաջարկած ձեռքից ավելին է պահանջել պետք, գիշեր-ցերեկ այդ արտասահմաններում տարբեր դռներ կոտրել է պետք, ներդրողներին Հայաստան հրավիրելու, ոչ թե նստել սպասելու, թե այդ ներդրողը երբ կգա։ Շատ լավ, քանի ժամանակ ունենք, եկեք ձեր արտաքին քաղաքական եւ անվտանգային ծրագրից մի երկու դրվագից էլ խոսենք, պարոն Սարգսյան, առաջարկում եք անհապաղ հապկից դուրս գալ եւ հեռացնել ռուսական ռազմաբազաները սահմանապահներին, այս մասով ինչպես եք լրացնելու անվտանգային վակումը այդ ժամանակ, արդյոք այդ ռուսական զորքերի դուրսբերումը Թուրքիան եւ Ադրբեջանը չեն ընկալի որպես կանաչ լույս ռազմական ագրեսիա է եւ արդյոք Մոսկվան դա թշնամական քայլ չի որակի եւ դուք օրինակ ինչպես եք կանխելու այսպես ասենք ենթադրյալ պատժիչ գործողությունները Ռուսաստանի ձեռամ, եթե այդպիսի հարցը բերում եք այսպես պետական օրակարգ։ Ասեմ հետևյալը, որ մենք որպես առաջի քայլ առաջարկում ենք դուրս գալ միասնական հակաօդային պաշտպանությունից, իսկ հապկը երկրորդ քայլն է։ Մենք ԵԱՏՄ-ից դուրս գալ համարում ենք ժամանակի մեջ եւ տրանսֆորմացիայի ընթացքում ռազմաբազայի խնդիրը արդեն ինքնին կդառնա, երբ Հայաստանը արդեն ուղիղ հայտ կներկայացնի Եվրոմիության անդամակցության։ Այսինքն հերթականությունը այս հենքով է։ Այսինքն միանգամից չի։ Միանգամից չի, իհարկե, մենք նաև նշել ենք մեր ծրագրում, որ մենք առաջարկում ենք դուրս գալուց հետո ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրել Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների հետ եւ մենք դա տեսնում ենք լրիվ իրատեսական։ Իսկ նրանք համաձայն կլինեն Հայաստանի իրենք այնպես ինչպես Եվրոմիությունը պատասխանը իրենց միշտ այդ համատեքստում լինելու է հետեւյալը մեր միություններին անդամակցության կամ մեր հետ համագործակցության խնդիրը Հայաստանի Հանրապետության ժողովրդի որոշելու իրավունքն է։ Քանի դու դուրս չես եկել, իրենք երբեք չեն ասի, որ մենք կողմ ենք, դուք դուրս գաք միանաք մեզ։ Դա տարական, քաղաքական, այսպես ասեմ, կոռեկտության ու տակտի հետևանք է, ի տարբերություն Ռուսաստանի, որ չարի վերջի աղվեսի նման ամեն գարնան կացինը վերցրած գալիս է, ասում է սարն իմն է, շուտ արա կկուտուր։ Հենց չտվեցիր պատերազմ կանեմ, քեզ կուտեմ, ես կանեմ ու ես սիրում եմ դրան ասել, լուսահոգի Արտաշես Մամիկոնիչի թվարկած Արմագեդոնը եւ նորից պիտի կրկնեմ, որ որևէ մեկը նույն տաղանդով ու նույն գույներով չի կարողանում այդ այնպես ներկայացնել, ինչպես ներկայացնում էր լուսահոգի Արտաշես Մամիկոնիչը։ Հիմա անդրադառնամ հենց կոնկրետ ձեր հարցին, որպեսզի շեղում չլինի, հակաօդային պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի համար 1 ցուցիչն ու պարամետրն է այսօրվա պարագայում։ Աստված մի արասցե պատերազմ լինի, որտեղ Հայաստանի իշխանությունները որոշել են 28-ին զորահանդես անել եւ տեխնիկան ցույց տալ։ Այդ տեխնիկան 3 օրում կդառնա մետաղի ջարդոն, եթե մենք չունենք համապատասխան հակաօդային պաշտպանություն։ Մենք ունենք այս 300-ներ ռուսական, որոնք բավականին թանկ զենք են եւ բավականին լավ զենք են հեռահար հրթիռների եւ արագ թռչող ինքնաթիռների համար, բայց նրանք ոչ մի բան են անօթաչու թռչող սարքերի համար։ Անօթաչու թռչող սարքը Բայրակտարը արժի 100,000, 150,000, իսկ այս 300 արժի 1 միլիոն եւ ավելին։ 44 օրյա պատերազմին 3 օրում մեր այս 300-ները վերածվեցին մետաղի ջարդոնի ուղակի։ Ադրբեջանական անօթաչուները եկան Աբովյանով պտտվեցին, գնացին, Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարեց, որ մեր հակաօդային պաշտպանությունը անջատված էր։ Բնականաբար վարչապետը ինքը չէր անջատել, հակառակ դեպքում չէր բարձրաձայնի, այդ նշանակում է, որ ով դա տիրապետում է, նա է անջատել։ Այստեղից հետևություն, որ նոր պատերազմի պարագայում մեր հակաօդային պաշտպանությունը չի աշխատելու, այս պարազինությունը, ինչը մենք շքերթին ցույց ենք տալու, դա անպաշտպան, անօգուտ գումարի վատնում է լինելու։ Հետևաբար հակաօդային պաշտպանություն ունենալը գերկարևոր անվտանգային խնդիրներից մեր կարծիքով համար 1-ն է, որովհետև տեսեք մեզ ասում են, այ Ֆրանսիան տվել է, բայց շատ քիչ է տվել։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենցը երբ որ եկավ, 6 հակաօդային պաշտպանության պաշտպանական սարքեր տվեց հետախուզական Հայաստանին։ Այո։ Ինչու 6 հատ։ 6 հատը բավարար է թե ոչ։ Իհարկե բավարար չէ։ Ինչու այդքան քիչ ու ինչու միայն
կոնկրետ պաշտպանական ու մեր տարածքի մեծ հեռավորություններ։ Իսկ այդ նոր հոբ համակարգը ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան կօգնեն Հայաստանին, պարոն Սարգսյան։ Հենց ուզում էի պատասխանել դրան, որովհետեւ եթե մենք համատեղ ենք, ինչ ունենք մեզ, նույն չափել այդ մեր եղածը ռուսներինն է։ Հոբ համակարգի հակաօդային պաշտպանության սարքավորումները, սկսած անօդաչու թռչող սարքերից մինչև ցամաքում վերահսկողները, դրանք հիմա աշխարհի զարգացման 6-րդ սերնդի տեխնոլոգիաների top 1 թեման են։ Այդ այնքան գաղտնի են պահվում։ Այսինքն դրա 6-րդ սերնդինը եթե տալիս են մեզ, այդ նույնն է, որ այդ տեխնոլոգիան տալիս են ռուսներին, որտեղ մենք համատեղ ենք, քույր ու եղբայր ենք, չգիտեմ ինչ ենք, բայց իրականում չենք, որովհետև հենց անհրաժեշտ է իրենք անջատում են։ Հետևաբար, քանի այնտեղից մենք դուրս չենք եկել, համապատասխան քանակությամբ եւ լավերը, որոնք օդում կարող են հակազդել, մեզ չեն տրամադրելու, որովհետև նորից եմ կրկնում, դա այսօրվա պաշտպանական արվեստի կամ արհեստի կամ ինչ ուզում ենք անվանենք այդ ճիշտ կամ սխալ, համար մեկ top փակ գաղտնի թեման է։ Մենք պիտի դուրս գանք այդտեղից, որ մեզ այդ տան։ Այդտեղից դուրս չգալը չի բխում հայ ժողովրդի շահերից եւ ընդհանուր առմամբ անտրամաբանական է։ Ինչ կանի Ռուսաստանի, ինչ չի անի, արդեն երրորդական է, որտեղ Ռուսաստանը այդ հարցում մեզ չի աջակցել։ Ինչքան կարելի է հույսը դնել ու գնալ ռուսական ուղեցրի ուղությամբ, որ Ռուսաստանը մեր շահերը հանգիստ մատաղանի Ադրբեջանին։ Ինչքան կարելի է։ Այսինքն դուք պնդում եք, եթե Ռուսաստանը այդ հոպից եւ հապկից Հայաստանը դուրս գա, ԱՄՆ Եմեն կաջակցեն, այսպես ասենք, սեփական հոպ ունենալ, հա։ Ես պնդում եմ, որ քանի դուրս չի եկել, այդ աջակցության հնարավորությունը շատ քիչ է, բայց անգամ դուրս եկած պարագայում օրինակ բերեցի, որ ԱՄՆ փոխնախագահը իր հետ բերեց եւ նվիրեց մեզ։ Եվ երկրորդ, ես նշեցի, որ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր լինելով մեզ ռազմական տեխնիկա վաճառեց։ Այսինքն անգամ այս իրավիճակում իրենք մեզ տալիս են։ Եթե դուրս չգանք, ընդհանրապես այդ տալու հնարավորությունները շատ փոքր են, այն ինչ որ էլ տվել են, պիտի 1000 անգամ շնորհակալ լինենք։ Իսկ եթե դուրս են գալիս, այդ հնարավորությունը գոնե մեծանում է։ Մնացածը կտան թե չէ, նախ տալով չի, դու պիտի գնես։ Մենք չգիտեմ, պորտաբույց չենք, էլի։ Մենք շատ աշխատասեր ժողովուրդ ենք եւ շատ հնարամիտ։ Մենք ինքներս կհորինենք։ Մենք կաջակցենք այդ նոր տեխնոլոգիաները, նոր լաբորատորիաները մեր գիտնականներին պետք են եւ իրենք կհորինեն։ Տեսեք այսօր Ուկրաինան ինչ է անում։ Ուկրաինան այդ ոլորտում, անօդաչուների սարքերի ոլորտում աշխարհի առաջատարն է դարձել, որովհետեւ կարողացավ օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից ու միանգամից թռիչքային աճ։ Նույնը մենք կարող ենք ունենալ, ու սրանում ես կասկած չունեմ, բացարձակ կասկած չունեմ։ Մենք պիտի կարողանանք այդ գնել եւ եթե մենք դուրս գանք, իրենց վաճառելու համար մենք պիտի իրենց հետ բանակցենք ճիշտ, ընդառաջ քայլեր անենք։ Մենք չպիտի նստենք, սպասենք, դե դուս ենք եկել, տվեք, մի հատ էլ մուննատ գանք։ Այնպես ինչպես անում է այսօրվա իշխանությունը, ու դա անվանում է բալանսավորում։ Այս սրա համար է, որ մեր ներկայությունը ազգային ժողովում ու Հայաստանի քաղաքական դաշտում գերկարևոր ու անհրաժեշտ է դառնում, որովհետև մեր ներկայությունը այդ ազգային ժողովում կրկնակի հաղթանակ է լինելու Հայաստանի Հանրության ու Հայաստանի պետականության համար, որովհետև նույն եվրոպացին տեսնելու է, որ հայ մարդը իսկապես որոշում է կայացրել դեպի Եվրոպա գնալու, նույն արևմուտքը տեսել է, որ հայ մարդը տեսնելու է, որ հայ մարդը ձգտում է դեպի քաղաքակրթություն։ Ու այդ տալու, չտալու, ազատ վիզային ռեժիմի եւ այլնի խնդիրները միանշանակ հեշտանալու են, որովհետև այդ արևմուտքը նայում է ոչ թե հայտարարություններին, նայում է կոնկրետ քայլերին։ 30 տարվա Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ երբեք Հայաստանի խորհրդարանում լրիվ արևմտյան արժեքներ կրող քաղաքական ուժ չի եղել։ Այդ ուժի ներկայությունը ոչ միայն ազգային ժողովի խոսույթը կփոխի հողատու ու դավաճանից, ոչ միայն կտանի կոնկրետ, կոնստրուկտիվ առաջարկների տնտեսական զարգացման նոր սպառազինություն գրելու դաշտ, այլև արտաքին վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ ակնհայտորեն կփոխի, ու չկա մեկը, որ կարողանա ինձ հակառակն ապացուցել։ Հետևաբար այս ընտրության իրավունքը մեր ժողովրդինն է, ու մեր ժողովուրդը ինքը չպետք է ասի, դե գիտեք ինչ, այս կանցնի, այն չի անցնի, այ եթե մտածեինք ժողովուրդ ջան,
Անցնող չանցնողը գոնե Հայաստանում որոշում եք դուք։ Ի տարբերություն Թուրքիայի, որ ինչ էլ ընտրեն Էրդողան է, ի տարբերություն Ադրբեջանի, որ ինչ էլ ընտրեն Ալիև է, ի տարբերություն Վրաստանի, որ ինչ էլ ընտրեն Իվանիշվիլի է, Իրանում չեմ ասում, ոչ մի տարբերություն կրոնական պետություն է, կրոնական է լինելու։ Միայն Հայաստանում է, որ ձեր քվեով է որոշվում, թե ով է ընտրվելու, դրա համար պետք է մասնակցել ընտրություններին։ Դուք եք ընտրում այս երկում, չմասնակցելը անտրամաբանական է։ Պետք է մասնակցել ընտրություններին եւ քվե տալ այն գաղափարներին, ինչը դուք կիսում եք։ Իսկ ինչը վերաբերվում է մեզ, մենք միանշանակ ոչ միայն 2021 թվականից հետո մեր դերն աճել է։ Մեր կուսակցության անդամակցության թիվն է ավելացել։ 38% աճ ենք ունեցել կուսակցության անդամների, պլյուս Երևան քաղաքում 11% ենք հավաքել։ Մենք ոչ միայն 4%-ը հաղթարել ենք, մենք ավելին ենք վերցնելու եւ այդ ոչ թե որևէ մեկի ի հեճուկս որևէ մեկի, այլ իբարս Հայաստանի Հանրապետության եւ նրա ազդեցության մեծացման։ Ես բոլոր ուժերին հիշեցնում եմ, կարող եք ձեր քվեաթերթիկը ասել քաղաքացիների համար։ Մեծ սիրով ու շատ շնորհակալ եմ, որ հիշեցրեցիք մեր քվեաթերթիկը համար 11-ն է, Հանրապետություն կուսակցություն ու պարտադիր փողոցներում ասում են, ասեք Արամ Զավենի Սարգսյան, մի ասեք Արամ Սարգսյան, ասում եմ ինչու։ Ասում եմ որտեղ մենք Բաքվում որ խոսում ենք, չենք ասում Արամ Սարգսյան, ասում ենք Զավենի չէ։ Ես ռուսական այդ ձևակերպումներին դեմ եմ, բայց անկեղծ առավել եւս հորս այս աշխարհից հեռանալուց հետո շատ լավ եմ ինձ զգում, որ ինձ հայրանունով են ասում։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, Factor TV գալու համար։ Հյուրընկալել ենք Արամ Սարգսյանին։